Ձեր տան սեփականության վկայականները պատռեք։ Ռուսաստանի ձորերում նատաշների տռուսիկները հոտոտող անհայրենիքներ։ Հազարավոր հայորդիների արյունով անգին դարձած Հայաստանի քարտեզի հետ գործ չունեք, սրբապիղծներ։ Բա սա հոգեբուժարան չի բաց երկնքի տակ։ Իրենք Ալիևից արտագրել և ծրագիր են դարձրել 300,000 ադրբեջանցի գալու շիզոֆրենիան, իրենք զարգացրել են այդ թեզը, մարդ են հավաքել հրապարակում և էքստազի մեջ պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը։ Բա սա գժանոց չի։ Փաստորեն դաշնակցի միրգ բանջարեղենը փոխարինում են ադրբեջանականով։ Ադրբեջանն էլ խաբել ու գցել է, թե Ղարաբաղ ստանալու դեպքում կդառնա ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Կալուգայի և Քոչարյանի իրական հայրենիքի դեմքը, որտեղ փորձում են մեզ ետ քարշ տալ, ու ոչինչ չի խանգարելու, որ Կալուգային ընտրող հայերը Ռուսաստանում գնեն ադրբեջանական միրգ բանջարեղենը առանց Արցախն ու Մասիս սարը հիշելու։ Ճիշտ էր տպավորվել սղոցող ձայնով, սինթետիկ ու թատերականացված հուզմունքով այս կնոջ ձայնը, որին դեռ աղոտ հիշում էի հայրենիքի փրկության և սրբազան շարժումներից։ Պարզվում է, Արցախն է ներկայացնում ուժեղ Հայաստանում և փափագում նորից հասնել Արցախ։ Պախարակելի չէ և հարց էլ չեմ տա, ում որդիների հաշվին տիկին։ Հիմա ամենակարևորը, եթե նա ուժեղ Հայաստանի պատգամավորության թեկնածուներից է, նշանակում է բավարարել է Հայաստանում 5 տարի քաղաքացի լինելու և բնակվելու ցենզին, նշանակում է Արցախը լքել է ժամանակին։ Հիմա հարց. տիկին ջան, բա որ հայոց երկրորդ պետությունը ժամանակին լքում էիք ու դառնում ՀՀ քաղաքացի, Արցախն ով էր պաշտպանելու։ Facebook-յան իր էջում գրում է հանրային գործիչ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Փաստորեն Ալիևյան հիմնական օրակարգի առաջ մղման և ահաբեկման ծրագրի կուլմինացիան Հայաստանի քարտեզը պատռելն էր և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հերքման էս ահավոր պերֆորմանսը։ Բրավո, սրա մասին նույնիսկ Ալիևը չէր երազի։ Արձանագրենք հետևյալը. մի ամիս շարունակ ազերական օրակարգը առաջ մղեցին, այն էլ այնպես, որ նույնիսկ միլիոններ ծախսելով, ահռելի դիվանագիտական ջանք դնելով, Ալիևը չէր կարող իր հիմնական զավթողական խոսույթն ու օրակարգը այսպես հանրայնացնել։ Ադրբեջանական օրակարգով, կոգնիտիվ պատերազմի դասական կանոններով ահաբեկեցին հանրությանը, տեղեկատվական ռումբերով տեռորի ենթարկեցին։ Դե սրա տրամաբանական ավարտն էլ քարտեզը պատռելն էր։ Միայն պետք է հասկանալ, թե սրա ուղիղ շահառուն և պատվիրատուն ով է։ Facebook-յան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նոր հարցումը կանխատեսում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կարող է խորհրդարանական մեծամասնություն ստանալ, մինչդեռ Ռուսաստանն ուժեղացնում է իր արշավը Երևանի արևմտամետ վերակողմնորոշման դեմ, զգուշացնելով ուկրաինական սցենարի մասին։ Այս մասին գրում է Euronews-ը, ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։ Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի վճռորոշ ընտրություններին ընդառաջ արված վերջին հարցումը կանխատեսում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է հավաքել կողմնորոշված ընտրողների ձայների գրեթե 65%-ը, հուշելով, որ այն կարող է գնալ դեպի ջախջախիչ հաղթանակ և զգալի մեծամասնություն ապագա խորհրդարանում։ Բրիվիզի հարցումը, որն անցկացվել է մայիսի 5-ից 11-ը 1551 հարցվածների շրջանում, ցույց է տվել, որ քաղաքացիական պայմանագիրը հարմարավետ առաջատար դիրք կզբաղեցնի մասնատված ընդդիմության նկատմամբ, որոնցից մի քանիսին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը, ընդ որում ոչ մի կուսակցություն չի գերազանցում 12%-ը։ Եթե հաջորդ կիրակի կայանալիք քվեարկությունը հաստատի հարցման կանխատեսումները, հայերը Փաշինյանին վճռորոշ մանդատ կտան ամրապնդելու Հարավային Կովկասի այս երկրի ռազմավարական վերակողմնորոշումը դեպի արևմտամետ ուղի, այն տանելով Կրեմլի հետ բախման և ամրագրելով Ադրբեջանի հետ Ղարաբաղի շուրջ պատմական խաղաղության համաձայնագիրը
ել ավելի խթանելով տարածաշրջանային կայունությունն ու համագործակցությունը։ Համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարի Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, վերջ դնելով երկու երկրների միջև 10-ամյակներ տևած հակամարտությանը։ Բրեյվիզի հարցումը նաև ազդարարում է Երևանի ազգային ռազմավարության վերանայման և ռուսական հետ խորհրդային ուղեցրում 10-ամյակներ մնալուց հետո դեպի արևմուտք հետագա շրջադարձի մասին։ Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվան շարունակաբար մեծացրել է ճնշումը Երևանի վրա, ներառյալ կարևոր առևտրային արգելքները, Եվրասիական տնտեսական միության, Մոսկվայի գլխավորած 5 նախկին խորհրդային պետությունների բլոկի, որը գործում է որպես միասնական ինտեգրված շուկա և ազատ առևտրի գոտի, անդամակցության կասեցման նախազգուշացումները և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռների անցկացումը, ինչը տեղի ունեցավ այն բանից օրեր անց, երբ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը Փաշինյանին հայտնեց իր լիակատար և բացարձակ աջակցությունը։ Նոր հարցման արդյունքների հրապարակումը համընկնում է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանում իր դեսպանին ԵՄ-ին անդամակցելու ճանապարհն արագացնելու Երևանի որոշման շուրջ խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու հետ։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերի հետ, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Մեկ օր առաջ Կրեմլը շարունակել էր իր տնտեսական նախազգուշացումների և միջոցառումների գրոհը հայտարարելով, որ ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի որոշ մրգերի և բանջարեղենի հայկական արտահանման վրա, ավելացնելով դրանք հայկական հանքային ջրի, գինիների և կոնյակի վերջին արգելքներին այն բանից հետո, երբ սպառնացել էր դադարեցնել էժան գազի և նավթի մատակարարումները, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի համար։ Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը անցյալ տարի իր գազի ավելի քան 80%-ը ներմուծել է Ռուսաստանից։ Նաև ուրբաթ օրը ԵԱՏՄ ղեկավարները համատեղ հայտարարություն տարածեցին զգուշացնելով Հայաստանին, որ ԵՄ-ին միանալու նրա ծրագրերը լուրջ ռիսկեր են պարունակում անդամ բոլոր երկրների տնտեսական անվտանգության համար։ Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները կոչ արեցին Երևանին հնարավորինս շուտ անցկացնել համապետական հանրաքվե ԵՄ-ի և Մոսկվայի գլխավորած բլոկի միջև Հայաստանի ընտրության վերաբերյալ։ Գագաթնաժողովում Պուտինը նաև կրկնեց ավելի վաղ արված զուգահեռը Ուկրաինայի և Հայաստանի միջև, հայտնելով Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովին հավաքված մամուլի ներկայացուցիչներին, որ Ուկրաինայում ճգնաժամը սկսվեց մի պահից, երբ Ուկրաինան փորձեր կատարեց միանալու ԵՄ-ին։ Թեև ԵԱՏՄ հայտարարության մեջ նշվում էր միայն Հայաստանի պրոեվրոպական ուղղվածությունը, այն արվեց ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ Թրամփը Փաշինյանին վերընտրվելու հարցում իր լիակատար և բացարձակ աջակցությունը հայտնեց, որակելով նրան որպես մեծ ընկեր և առաջնորդ, ով Հայաստանը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Մոսկվան լայնածավալ և ինտենսիվ ապատեղեկատվական արշավ է սկսել Հայաստանում՝ ի պաշտպանություն ռուսամետ ընդդիմադիր թեկնածուների, ներառյալ Փաշինյանի դիրքերը խարխլելուն ուղղված քողարկված ջանքերը։ Վկայակոչելով արևմտյան հետախուզության պաշտոնյաներին շաբաթ օրը, Reuters-ը հայտնել է, որ Մոսկվան նախատեսում է տասնյակ հազարավոր հայ ընտրողների տեղափոխել Ռուսաստանից ընտրությունների վրա ազդելու նպատակով։